Բարև բոլորին, Ֆլորենցիայի կենտրոնից այսօր գնում եմ Պալացցո Վեկիո և իհարկե ձեզ վերցնում ինձ հետ։ Նախապես ուզում ձեզ ցույց տալ այս կառույցը, որը պահպանվել է, ինչպես գիտեք, Ֆլորենցիան նախկինում առանձին պայթակված էր պատերով և ուներ մի քանի մուտքեր։ Սա այդ մուտքերից դռներից մեկն է, որ պահպանվել է, կոչվում է Porta al Prato։ Այս աշտարակը գտնվում է Porta al Prato, այդ պահպանված մուտքի հարևանությամբ, և կոչվում է Torre della Serpe։ Տարվա մեջ լինում են ամիսներ, որ բոլոր այս աշտարակները, տորրեները, ասենց ասած, բաց են լինում այցելության համար, շատ սիմվոլիկ վճարով, բայց հիմնականում նրանք միշտ փակ են։ Ես արդեն կենտրոնում եմ։ Գնանք ուղևորվենք դեպի Պալացցո Վեկիո։ Դպրոցի երեխաներն են, որոնց բերել են թանգարան։ Այստեղ իմիջիայլոց ներգրաված է, նույնիսկ մանկապարտեզի տարիքից իմ աղջիկներին էլ բերում են թանգարաններ, հատուկ նրանց համար կատարվում է տարբեր տեսակի աշխատանք, նրանց սովորացնում են, բացատրում են, նույնիսկ հետո այդ թեմաներով ասում են նկարել, շատ հետաքրքիր է անցնում այստեղ և փոքրուց նրանց այսպես ասած տալիս են այդ արվեստի զգացողությունը։ Ընկերներ, գնանք փորձենք հասնենք Պալացցո Վեկիո։ Տուրիստների հոսքը էլի ավելացել է։ Չեք պատկերացնում Դուոմոյի մոտ ինչա կատարվում։ Իսկապես լավագույն սեզոններից են հոկտեմբերից, ես ձեզ ասեմ, մինչև մայիս ամիսները։ Դրանից հետո եթե նպատակը շրջելն է, ինչ-որ բան տեսնելն է, իսկապես հերթերը ամեն տեղ, մարդկանց քանակությունը շատ վախեցնող է։ Հասնում եմ Պալացցո Վեկիո։ Պալացցո Վեկիոն Ֆլորենցիայի խորհրդանիշներից մեկն է, նույնիսկ ամենակարևոր, որը Ֆլորենցիա այցելելու ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել։ Անպայման այցելել նրա ներսը։ Պալացցո Վեկիոն կառուցվել է ամրոցի տեսքով, 94 մետր բարձրությամբ աշտարակով, 1299-ից մինչև 1314 թվականների ընթացքում ծառույթներ ծառայել որպես հանրապետության պաշտոնյաների նստավայր և աշխատավայր։ Հրապարակն ինքն ինստան արդեն թանգարան է բաց երկնքի տակ։ Այստեղ են Դավիթի արձանը, բայց ոչ օրիգինալը։ Օրիգինալը գտնվում է Ակադեմիայի թանգարանում, սա կոպիան է, բայց այստեղ կան շատ քանդակներ, որոնք օրիգինալ են, օրինակ այս Լոջա դե Լանցի մեջ կան նման քանդակներ, փորձենք մուտք գործել, տեսնել հերթը ինչքան է, և կկարողանանք մենք մտնել, թե ոչ։ Եթե չեմ սխալվում, մուտք արժի 15 եվրո, բայց այս հատվածը
Այս ներքին բակի մուտքը անվճար է, եթե նույնիսկ չեք պատրաստում ներս մտնել, անպայման մտեք այստեղ եւ շրջեք այս ներքին բակում, որտեղ նա հիասքանչ է։ Ամեն դեպքում, եթե առաջին անգամ եք այցելելու Ֆլորենցիա, ես ձեզ խորհուրդ կտամ վերցնել գիդ կամ անհատական կամ խմբային, որովհետև ծանոթությունը քաղաքի հետ կլինի ավելի ներդաշնակ եւ ավելի կազմակերպված, այլապես դուք միայնակ կարող է շատ ժամանակ կորցնեք եւ տոմսերի գնելու եւ նմանատիպ բաների վրա։ Խորհուրդ կտամ անպայման որևէ գիդի օգնությանը դիմել։ Ոնց որ թե հերթ չկա, աճապարենք ներս։ Այստեղ գտնվում է տոմսարկղը։ Ժողովուրդ, ստացվեց, հերթ չկար, գնացինք։ Առաջինը ինչ ձեզ կբացվի Palazzo Vecchioյում, դա լինելու է Salone dei Cinquecento, որը հենց հիմա մենք կայցել ենք, բայց նախ եւ առաջ կուզենայի մի քանի բառ ասել շենքի մասին, բացի նրանից, որ նա տեսարժան վայր է եւ պատմական կոթող է, նա նաեւ Ֆլորենցիա քաղաքի քաղաքապետարանն է։ Այստեղ աշխատում քաղաքապետը, սա գործող քաղաքապետարան է, ուղղակի ես ձեզ ցույց կտամ, որ հատվածում է քաղաքապետարանը, ոչ թե ամբողջ շենքում է։ Ուրեմն այս ներքին բակն է, այն հատվածում գտնվում է քաղաքապետարանը Ֆլորենցիայի։ Իմ ամուսնությունը հենց այստեղ է տեղի ունեցել մի շատ գեղեցիկ սրահում, որտեղ եղել է նաև Մեդիչիների ամուսնությունը, բոլոր հայտնի այդ մարդկանց ամուսնությունը եղել է այդտեղ, բայց քանի որ մենք Ֆլորենցիայի գրանցում ունենք, այդ իսկ պատճառով մենք այստեղ ամուսնանում ենք անվճար, բոլոր Ֆլորենցիայի բնակիչները ամուսնանում են այստեղ անվճար, այդ հիասքանչ դահլիճում։ Իսկ եթե չեմ սխալվում, կարող է կազմակերպել նաև տուրիստների համար, բայց բավականին մեծ արժեքներով։ Դահլիճ, եթե չեմ սխալվում, մաքսիմալը 60 հոգու համար է։ Բարձրանանք։ Միջայլոց տոմսը տալիս են կոնկրետ ժամանակահատված մտնելու համար 15 րոպե։ Նախկինում 6 ամիս ընթացքում կարելի է մտնել ներս։ Հիմա ցավոք սրտի հանել են դա։ Salone dei Cinquecento Իտալիայում ամենամեծ դահլիճներից մեկն է, 54 մետր երկարություն եւ 23 մետր լայնություն, բարձրությունն էլ 18 մետր է։ Ամբողջ այս առաստաղը եւ պատերի նկարները դա Ջորջո Վազարի ձեռքի աշխատանքն են։ Տուրիստական խումբ է։ Եթե տեսել եք, այստեղ նկարվել է նաև Ինֆերնո ֆիլմը, որտեղ հերոսը այ առաստաղից ընկնումացած ոստիկանը, եթե չեմ սխալվում, կեղծ ոստիկանը, եթե չեք նայել, անպայման նայեք, Ֆլորենցիայի բազմաթիվ հայտնի վայրերում նկարված ֆիլմը։ Բարձրանանք վերև, գնանք քարտեզների սրահը, որտեղ ուզում եմ ձեզ ցույց տամ Հայաստանի քարտեզը, հին Հայաստանի քարտեզը, Արմենիայի։ Մի հատ նայեք այս աստիճանավանդակը ու իր առաստաղը։ Ուղղակի հիասքանչ է։
Abbastanza. Դուրս կանք տերասա, մի հատ նայք տերասա ярաստաղը։ Հիասքանչ տեսարան այստեղից բացվում։ Այստեղից երևում է Սանտա Քրոչե եկեղեցին։ Առաստաղները բոլորը փայտից են եւ ոսկե ջրված։ Կահույքներն են, որ այն թվականներից պահպանվել են, իհարկե ոչինչին մոտենալ և ձեռ տալ չի կարելի։ Հիմա տեսեք ինչ տեսարան է այստեղից բացվում, խելագարվելու։ Պատշգամբ է այստեղ, որտեղից ամբողջ երևում է։ Խոսվում է, որ այս նկարի ետևում գտնվում է Լեոնարդո դա Վինչի նկարը, բայց դա ընդհանրապես խոսքեր են, ոչ մեկ չգիտի։ Տեսնենք ուր տանը մեզ հատվածը մեզ։ In questa parte dell'edificio, Cosimo al primo piano i figli sportivano a volte le guide di interdizione del tanto private delle imprese sono affidati alla pista del calcio. Շարունակենք։ Մի հատ նայեք այս կամինը, իր բարձրությունը, իր չափը։ Դանտեի դիմակն է։ Տուրիստական խումբ է։ Այստեղ իրենց ժողովներն են տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, հենց Մեդիչիների
սերիալի մեջ այդ հատվածը ներգրավված է։ Սա ամբողջը կտոր է պատերի վրա, գոբելեններ են գործած ոսկե թելով և առաստաղն է նույնպես ոսկե ջուրը և փայտից, ամբողջը նկարազարդված։ Իսկ հիմա գնում ենք ամենահետաքրքիր տեղը մեզ համար։ Եթե այդ ֆիլմը դիտեք նույնիսկ Ինֆերնո, դուք կտեսնեք, որ այդ տեղը, որտեղ Հայաստանի քարտեզն է, դուռը բացվում է։ Դա թաքնված դուռ է և թաքնված կարիդոր է, որով հերոսները փախնում են և դա իրականություն է։ Հիացեք ժողովուրդ։ Նայեք։ Այս սա եղե մեր Հայաստանը ծովից ծով։ Այս սա է Արմենիան։ Այն սկսել այնտեղ, վերջացել այստեղ, վերջացել այնտեղ։ Եվ սա իրականում դուռ է, որը բացվում է և իր հետևում թաքնված անցում կա, որով կարող եք դուրս գալ միանգամից պալացցո պիծի։ Սա բոլոր երկրների քարտեզներն են, որոնք արդեն գոյություն չունեն կամ ունեն, կամ փոփոխված են, սա օրինակ Եգիպտոսն է։ Ինչքան մեծ է եղել իրականում։ Հիմա Եգիպտոսն է փոքրացել, որտեղ կտրտվել են մի քանի կտորներ, էլի անցել են տարբեր երկրների։ Սա հենց Իտալիան է, որը երբեք մի երկիր չի եղել, ինչպես գիտեք, ամեն մի քաղաք եղել է մի պետություն, հետո միացվել են իրար։ Սա Գերմանիան է, սա Ֆրանսիան է, և սա Իսպանիան է։ Դեն Բրաունի Ինֆերնո ֆիլմից այստեղ է նկարվել նաև Հանիբալ ֆիլմը, Ռիդլի Սկոտի ռեժիսուրայի տակ։ Դա էլ անպայման նայեք, որտև իրոք շատ տպավորիչ է ամեն ինչը, երբ որ դիտում ես ֆիլմ, հետո գալիս ես արդեն տեղում այս ամեն ինչը տեսնում ես քո աչքերով, մի քիչ պատկերացումները այլ են լինում։ Այնպես այս դահլիճը և ընդհանրապես Պալացցո Վեկիոն օգտագործում են պաշտոնական հանդիպումների համար, օրինակ եթե երկրի նախագահ է գալիս կամ այլ բարձր պաշտոնյա, հանդիպումները լինում են հենց այստեղ, այս դահլիճում։ Ելոց ասեմ, որ աստիճանները շատ անհարմար են, շատ բարձր են, այն ժամանակներին համապատասխանների ամեն աստիճանը 20 սանտիմետրից ավել է, որտեղ բոլորը բարձրանում են շնչահեղձ։ Մի հատ էս կամինի չափերը նայեք։
такого собрать дешевле генерально. Սա փաստորեն դուր է։ Ես մյուս անգամ անպայման սա կանեմ, ժողովուրդ։ Որտեվ ձեզ տանում են բոլոր թաքնված ճանապարհներով, դա առանձին տոմս է, որ պետքա ձեռք բերել եւ կարող եք մտնել շենքի թաքնված վայրերը։ Ես արդեն անհամբերություն, բանալի կա վրան։ Այո։ Հրաժեշտ տամ գայս հիասքանչ դահլիճին։ Հանդիպենք մյուս իմ հոլովակներում, ուրախ կլինեմ, եթե միանաք իմ էջին, խոստանում եմ, որ հետաքրքիր կլինի։